Պարոն Սարգսյան, այս միջադեպով դուք ինչ դիտարկումներ ունեք եւ դատարանը կալանքի միջնորդությունն է քննում, ինչ սպասելիքներ ունեք դատարանից։ Միանգամից վերջի հարցից սկսեմ, սպասելիքներս դատարանից մեծ են, որովհետեւ կարծում եմ, որ միջդատականի վարույթի փուլում գործը քննող դատավորը բավականին լավ իրավաբան է եւ կարծում եմ շատ կարող է լավ գլխի ընկնել, որ այնտեղ առաջադրված մեղադրանքների 452-րդ հոդվածով մեղադրանքի հիմնավոր շեմի անգամ մինիմալ շեմը ապահովված չի եւ չկա այդպեսին, ես քիչ հետո կանադառնամ դրան, իսկ միջադեպի հետ կապված դե լարված է պահում հանրության այդ միջադեպը արդեն եթե չեմ սխալվում 2 օր է, Կիրակի օրն է, 3-րդ օրն է այսօր, հա։ Եվ այս 3 օրերի ընթացքում հանրությունը բավականին լարվել է եւ կողմ եւ դեմ, հա, վիճակների եւ այդ վիճակները համենայն դեպս ինձ ստիպեց, որպեսզի համակուշադրությամբ հետևեմ իրադարձություններին եւ այն մեղադրանքներին, որը ներկայացվել է ներկայումս Դավիթ Մինասյանին, 18-ամյա Դավիթ Մինասյանին։ Մեղադրանքները, որքան որ ինձ հայտնի է քրեական օրենսգրքի գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով է եւ 452-րդ հոդվածով։ Այստեղ խնդրահարույց, որ ես տեսնում եմ զուտ իրավական տեսանկյունից, դա քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրումն է, որը իմ կարծիքով, ինչպես արդեն իմ խոսքի առաջին սկզբնամասում նշեցի, հիմնավոր կասկածի շեմը անգամ չի ապահովում։ Տեսեք հոդվածի Ես հիմա կասեմ, տեսեք այստեղ, այո, նաև ճիշտ եք նկատել, խնդիրը վերաբերվում է հետևյալին, 452-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարում։ Եթե խուլիգանության, այսինքն 297-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանքը կա, առաջադրված է, հետևաբար դա ինքնին բացառում է 452-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի գոյությունը գոնե առերևույթ։ Հաջորդ հանգամանքը, դա առաջինը, երկրորդը 452-րդ հոդվածը այնտեղ դիսպոզիտիվ հատկանիշները հետևյալն են, այսինքն շարադրված է հետևյալ կերպ, որքան որ իմի շողությունը չի դավաճանում, պաշտոնատար անձի ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարումն է։ Ընդ որում օրենսգիրը շեշտադրում է օրինական ծառայողական եւ քաղաքական գործունեության մասին։ Հիմա մենք պետք է պատասխանենք հետեւյալ հարցին. ենթադրյալ տուժողը, այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, տվյալ դեպքում Կիրակի օրով եկեղեցական տոնին, ծաղկազարդի տոնին, նույն ժամին, նույն պահին, նույն վայրում իրականացնում էր արդյոք օրինական ծառայողական կամ օրինական քաղաքական գործունեություն թե ոչ։ Այս հարցի պատասխանը պետք է վարորդն իրականացնող մարմինը տար։ Եթե չի տվել, հետևաբար արժի ծառայություն է մատուցել առնվազն բարձրաստիճան պաշտոնատար անձին։ Իսկ չեք մտածում, որ նախ Փաշինյանը ի սկզբանե հայտարարել է, որ գնում է քաղաքական քարոզարշավի։ Եվ նա ծեսի վայրում թույլ տվեք ավարտել։ Եվ նա հոգևոր ծեսի ժամանակ չի մասնակցում ծեսին, նա ընդամենը մտնում է եւ դուրս է գալիս։ Այդպիսով տեղի ունենում միջադեպ, չասեմ սադրում է, հրահրում է, թող դա իրավաբանները ասեն, բայց փաստացի նա մուտք է գործում, ես քիչ առաջ ձեզ այդ տեսանյութի հատվածը փոխանցել եմ։ Մյուզեումում տեղադրված է այդ հատվածը, որ ինքը մտնում է, տղաները աջ եւ ձախ կողմերում կանգնած, նույնիսկ դեմքը փակում է այն տղան Դավիթը, որը հիմա ներսում է դատարանում, դեմքը փակում է, հաշտ խաղաղ կանգնած են եւ դուրս է գալիս, հետո տեղի ունենում միջադեպը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի նախապես հայտարարած քարոզարշավը 1, սա փաստ չէ, ձեր նշած հոդվածի հիմքեր ստեղծելու համար, եւ երկրորդ արդյոք քննման հատուկ առարկա չէ, թե ինչպես է ստացվում, որ նա մտնում է դուրս է գալիս, այսինքն քարոզչությունը հենց դա եկեղեցու տարածքում ծեսի պահի։ Եվ եթե նա մտնում է խաղաղ, ինչու է հետո դուրս գալուց միջադեպում, եթե տղաները պլանավորել էին, ունեին պլան, որ պիտի վնասեին կամ խոչընդոտեին նրա քարոզչությունը, ապա կարող են հենց սկզբում խոչընդոտել, ինչու հենց վերջում խոչընդոտացին։ Այստեղ
ճիշտ եք նկատել, խոչընդոտման հանգամանքի մասին խոսք չկա, որտեղ խոսքը գնում է բռնության գործադրելու սպառնալիքի մասին կամ չավարտված բռնության մասին։ Որքան որ ինձ հայտնի է, ներկայումս առնվազն գոնե 2-3 օր առաջ որևէ քաղաքական գործունեություն այս պահի դրությամբ չի իրականացվում, որտեղ պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը որևէ քաղաքական իրավիճակ գոնե այս պահին գոյություն չունի։ Խոսքը վերաբերում է ընտրությունների նախաշեմ կամ պաշտոնական քարոզարշավ կամ որևէ բան։ Եթե դա ներկուսակցական քարոզարշավի մասին է խոսքը, սա քաղաքական գործունեություն չի։ Սա կարող է յուրաքանչյուրը ներքաղաքական գործունեություն ծավալել կամ ինչ-որ արշավ կազմակերպել, բայց դա դեռ չի նշանակում, որ դա օրինական քաղաքական գործունեություն է։ Օրինական քաղաքական գործունեությունը պետք է սահմանված լինի, այնպես ինչպես օրինական ծառայական գործունեությունը պետք է սահմանված լինի օրենքով, օրենսդրական ակտերով եւ այլն եւ այլն։ Այս պարագայում մենք նման իրավիճակ չունենք եւ չենք ունեցել առնվազն գոնե եկեղեցու տարածքում։ Ինչ վերաբերում է քարոզարշավը, ենթադրաբար, առերևույթ այսպես ասենք, ենթադրաբար քարոզարշավ եկեղեցու ներսում ներկուսակցական ինչ-որ միջոցառումների շրջանակներում, ապա սրա մասին համենայն դեպս հավաքված մարդիկ եւ հատկապես հավատացյալ ժողովուրդը պարտավոր չէին եւ չպետք է իմանային դրա մասին։ Այլ խնդիր է, որ եթե դու այդ հավատավոր ժողովուրդը լինեին, օրինակ, առավել եւս շահետավոր, օրինակ, եթե այդ ժողովուրդը լինեին, հավաքված մարդիկ լինեին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, դա այլ խնդիր կարող է լինել։ Այսինքն առնվազն գոնե ողջամտորեն տվյալ երիտասարդները, 18 տարեկան երիտասարդները պետք է իրազեկված լինեին հանրային, ասենք, բաց աղբյուրներով կամ որևէ այլ կերպ, որ այնտեղ իրականացվում է որոշակի ներկուսակցական գործողություններ կամ գործունեություն։ Այսպես իրավիճակ մենք չենք ունեցել։ Հետևաբար մենք այդպիսով բացառում ենք որևէ կերպ օրինական քաղաքական կամ ծառայական գործունեության միջամտելու նպատակը։ Հետևաբար, եթե այս դիտավորությունը, որը կատարվում է բացառապես ուղղակի դիտավորությամբ, եթե այս դիտավորությունը բացակայում է, հետևաբար 452-րդ հոդվածի գոյության մասին կամ մեղադրանք առաջադրելու մասին առնվազն ծիծաղելի է, զուտ քրեական իրավունքի գիտության տեսանկյունից։ Սա կոչվում է նյութական իրավունքի խախտում։ Եթե այդպիսի մեղադրանք առաջադրվել է առնվազն Դավիթ Մինասյանին, ճիշտ եմ, չէ՞ հիշում անուն ազգանունը, Դավիթ Մինասյանի նյութական իրավունքը խախտվել է, արդեն խախտվել է։ Չեմ խոսում դատավարական, ազատության, առողջության մյուս համանդրական իրավունքները կամ կոնվենցիոն պաշտպանվող իրավունքները։ Խոսքը վերաբերում է նյութական իրավունքին, որը որ ապօրինի անիմն եւ անօրինական մեղադրանքի առաջադրվել։ Նորից եմ կրկնում, հանրությունը կարող է բարոյական տեսանկյունից լավ կամ վատ գնահատել, դեմ եւ կողմ լինել։ Հանրությունը կարող է բաժանվել երկու մասի կամ երեք մասի, ես չգիտեմ, բայց չոր իրավաբանության տեսանկյունից մենք գործ ունենք քրեական իրավունքի կոնկրետ գիտության հետ։ Իսկ տվյալ իրադրությունում քրեական իրավունքի կոնկրետ գիտությունն ասում է, որ 452-րդ հոդվածի հանցակազմը բացառապես գոյություն չունի։ Հիմա անդրադառնամ հենց ամեն առաջի խոսքին։ Դատավորը մնացական մարտիրոսյան, եթե ճիշտ եմ հիշում, որ նա է դատավորը բազմամյա իրավաբան է, այո, բազմամյա իրավաբան է եւ շատ լավ գիտակցում եւ հասկանում է քրեական իրավունքի գիտությունը գոնե այդ մասով, որ տվյալ հանցակազմը Դավիթ Մինասյանի արարքում պարզապես անգամ հիմնավոր կասկածի մինիմալ շեմով բացակայում է։ Հետևաբար խոսել այդ հանցակազմի մասին ուրեմն մենք չենք կարող։ Տակը մնում է խուլիգանության հոդվածի, խուլիգանության արարքի կատարման հանցակազմը, դա էլ մինչև 2 տարի ազատազրկում է նախատեսում, այսինքն ոչ մեծ ծանրության հանցագործություն է, որը հնարավոր է նաև կարող են անգամ 18-ամյա տղայի նկատմամբ այնպիսի հիվանդություններ, որոնք խոչընդոտ են հանդիսանում կալանքի կամ ձերբակալման կամ պատիժը կրելուն, այս պայմաններում կարող է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացվել։ Համենայն դեպս իրավապահ մարմինները հրաժարվեին այդպիսի հետապնդում իրականացնելուց։ Մեծ հայտնի չէ, այսինքն ես առնվազն չեմ լսել, որ տղաներից եւ Գևորգից բացի այլ մարդիկ հարցաքննվել են, այսինքն տուժողի կարգավիճակ ունի այս գործով Նիկոլ Փաշինյանը եւ նա հարցաքննվել է կամ մարդիկ ովքեր տուժող են համարվում, որտեղ այս գործը նույն մնացական ինչի՞ան Մարտիրոսյանի մեկ այլ աղմկահարույց գործի հետ ահագին նույնություն ունի։
Եթե հիշում եք, լուսահոգի Արմենը Գրիգորյան դատապարտվում են, բայց չկար տուժող։ Նույնիսկ այդ բողոքը այդպես էլ որևէ ձեռագիր կամ ոչ ձեռագիր բողոք մենք այդպես էլ չտեսանք։ Ովքեր են այդ գյումրեցիները, որոնք վիրավորվել էին Նիկոսից, ովքեր էին տուժողները, բայց Արմենը այս դատարանում էր եւ տվյալ պարագայում, եթե մենք հետևենք իրավապահ մարմինների գործունեությանը եւ նրանց մեղադրանքի բովանդակությանը, այսպես ասեմ, հա, առնվազն գոնե հանրային բաց աղբյուրներից ինձ հայտնի տեղեկատվության իմաստով ասեմ, որ իրավապահ մարմինները, ես արդեն ասի, արջի ծառայություն են մատուցել, գոնե նեղացրել են եւ այդ տուժողի կարգավիճակը առնվազն տվել են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Հետևաբար պետք է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ճանաչված լիներ առնվազն տուժող եւ հարցաքննված լիներ։ Կարծում եմ, որ եթե հարցաքննված լիներ եւ լրատվության միջոցների եւ հանրությունը տեղյակ կլիներ եւ առնվազն գոնե արձագանք կլիներ տվյալ դեպքում կառավարության կողմից պաշտոնապես գոնե հանդես կգային հաղորդագրություն կտարածեին եւ այլն։ Նրանք քաղաքական հայտարարություններով են ուղղորդել իրավապահ Սա համարեմ ձեր արտահայտությունը համարեմ որպես հարց եւ նշեմ հետեւյալը։ Այո, ես այսօր սոցիալական եւ հարթակներում եւ հանրային բաց աղբյուրներում տեսա, որ այո, իշխող ուժը եւ իշխող ուժի որոշ առանձին անհատներ հանդես են եկել որոշակի հայտարարությամբ գնահատականներով, ինչով եւ այսօր հենց այս դատարանի համար ճնշող նշանակություն կարող է ուղղակի եւ անուղղակի ձևով արդարադատության նկատմամբ ուղղակի միջամտություն է, որտեվ գոնե առնվազն շատերը գիտեին կամ շատերը արդեն մեզնից առաջ իմացել են, որ կալանքի միջնորդություն է քննարկվել դատարանում եւ փորձել են դատարանին ինչ որտեղ ուղղորդել այդ միջնորդության քննարկման հարցում։ Հետևաբար այս հարցում ես կարծում եմ եւ հույս ունեմ եւ ապավինում եմ դատարանի ողջամտությանն ու արդարադատությանը, որ արդարամտությանը այն հաշվարկով, որ դատարանը հաշվի առնելով կողմերի հավասարությունը, հաշվի առնելով արդարադատության շահը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նաեւ հանրության, այդ թվում նաեւ ինչու՞ չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի լավագույն շահերը, պետք է քաղաքական, նախընտրական, ինչ ուզում ենք անունը դնենք, պետք է այս միջնորդությունը մերժի այն հաշվարկով, որպեսզի դաշտը մնա նեյտրալ։ Կարող ենք չունենալ լուսավոր հիշողություններ, բայց մենք նաև նախադեպեր ունենք նույն դատավորի անձի մասով, ես չեմ կարող իմ հոգուս մեղքարած դնել, որ նա ունի բազում արդարացման դատական ակտեր, եւ հույս ունենք, որ գոնե այս միջնորդությունը քննարկելիս կամ քննելիս նա կգտնվի արդարանմիտ եւ արդարադատության շահը գերակայելով կհասնի նրան, որ քրեական իրավունքի գիտությունը, որը ես համարում եմ կոնկրետ գիտություն, այս դեպքում քրեական իրավունքի իմաստով Դավիթ Մինասյանի ոտնահարված շահը կվերականգնվի։ Պարզ Արտյան, իսկ արդյոք այն հանգամանքը, որ նա դպրոց է հաճախում մեղմացնող չէ եւ արդյոք դատարանը թույլ չի տա, որպեսզի տղան իրականացնի իր սահմանադրական իրավունքը, շարունակի կրթությունը եւ դուք կասեք այդ հոդվածները ծանր են, առանձնապես ծանր են, ոնց են գնահատվում այդ հանցանքները։ Ես ասեմ նախ ուսումնառության սովորելու իրավունքը, ուսում ստանալու իրավունքը դա սահմանադրական իրավունք է։ Եվ ոչ միայն սահմանադրական, նաև կոնվենցիոն իրավունք է եւ կոնվենցիան ուղիղ պարտավորեցնում է, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիան ուղիղ պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ իրավասու մարմիններին, որպեսզի հնարավորություն տրվի աշակերտին, իսկ Դավիթ Մինասյանը աշակերտ է, աշակերտին շարունակելու իր ուսումը, ընտրում հանրակրթական միջնակարգ ուսումը եւ ավարտելու այն։ Սա առաջինը, հաջորդը Դավիթ Մինասյանը գտնվում է զորակոչային տարիքում։ Եթե հիմա զորակոչի մասին ուրեմն օրենքով, եթե անձը գտնվում է քրեական հետապնդման տակ, նա զորակոչման ենթակա չէ։ Հիմա տեսեք, եթե մենք սկսենք հաշվարկել, հա, թեկուզ մեր մատերի վրա, թե այս մեղադրանքը ինչքան վնաս է պատճառել եւ ինչքան օգուտ է տվել։ Հա? Այդ թվում հանրային եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական։ Այո, այդ թվում անձերի եւ քաղաքական գործիչների անձնական եւ քաղաքական շահերին ինչքան օգուտ է տվել եւ ինչքան վնաս է տվել։
Այստեղ նորից եմ կրկնում, եթե այն հոդվածը 452-րդ հոդվածը, որը համարում է ծանր հանցագործություն քրեական օրենսգրքի տեսանկյունից, ապա խուլիգանության մեղադրանքը համարում է ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Այս պարագայում գործում է քրեական օրենսգրքի ընդհանուր դրույթները, համաձայն որի առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե առերևույթ ընդունում ենք, որ այն գործողությունները, որ կատարել է Դավիթ Մինասյանը։ Ընդ որում ես քիչ առաջ իմ լավ բարեկամ Սյուզին հարց տվեց, ասես որ մի տեսանյութ կա, որ ինչ ներկայացվել, այո, այդ տեսանյութում հստակ երևում է Դավիթ Մինասյանի գործողությունները, սա կոչվում է քրեական իրավունքի տեսանկյունից հանցակազմի օբյեկտիվ կողմ եւ սուբյեկտիվ կողմ, այսինքն դիտավորության։ Եթե կար դիտավորություն որոշակի ինչ-որ գործողություններ կատարելու, խոսքը վերաբերում է 452-րդ հոդվածի իմաստով, ապա Դավիթ Մինասյանը զրկված չէր եւ կարող էր հանգիստ իրականացնել այդ գործողությունները։ Դեմքի մոտով։ Այո, կարող էր հանգիստ իրականացնել։ Այլ խնդիր է, որ անձը պաշտպանված չէր, կասեցվեր չէր, խափանվեր չէր խափանվի, սա հարցի մեկ այլ կողմն է։ Բայց այստեղ կարևորը Դավիթ Մինասյանի գործողություններն է, որ մենք պետք է գնահատենք։ Ինչպես կորակեք նրան ձերբակալման ենթարկելու այդ կադրերը, որտեղ քաշքշելով ուժ գործակալման։ Գիտեք, վերջի շրջանում, ընդհանրապես վերջի տարիներին ձերբակալումը պատերին խփելով, ասֆալտին ծեփելով տանելու այդ այսպես պոպուլյար քայլերը ես դա ճիշտ չեմ համարում։ Եթե անձը կատարել է որոշակի արարք եւ նա ենթակա է որոշակի, ասենք, սահմանափակման ազատության իմաստով, ես շատ անգամներ իմ պրակտիկայում որպես փաստաբան տեսել եմ, որ մարդիկ ասում են մենք գալիս ենք, ինչ ես ուզում, գալիս ենք նստենք մեքենան կամ ծանոթագիրը ստացել են կգանք անպայման։ Չէ, պարտադիր է, որպեսզի դիմակավորված կամ ինչ-որ թևերը ծալված կամ հայացքը հառաչ գետին վիճակ ունենանք, սա իրավական որևէ քննադատության եւ քրեադատավարական որևէ քննադատության չի ենթարկվում։ Սա առավել շատ փողոցային տղայական, այսպես ասեմ, ժարգոնային ինչ-որ մի վիճակ է, որը որ մարդիկ ուզում են ինքնահաստատվել։ Սա ինքնահաստատման ինչ-որ մի process է, որին որ իմ համար գոնե ընկալելի չի, գոնե թե իմ տարիքի, թե իմ ստաժի, թե իմ մարդկային, թե իրավական, թե բարոյական իմաստներով գոնե իմ համար ընկալելի չի։ Ինչը նույնիսկ որ մանուկների օրհնության կարգեր անցկացվում։ ինչ ունի։ Մանուկների օրհնության կարգեր անցկացվում հոգեվորական։ Համարենք, որ Դավիթը մանուկ չի, համարենք, որ Դավիթը պատանի է, ամեն դեպքում, այո, հենց դա է ուզում ասել, որ ամեն դեպքում գտնվում է այնպիսի վայրում, գոնե հայի համար այնպիսի վայրում, որ ողջամտորեն այդ վայրը համարում է սրբության սրբոց վայր եւ այդտեղ մարդիկ անգամ շշկով են խոսում, անգամ իրենց հեռախոսներն են անջատում, անգամ որևէ վատ արտահայտություն թույլ չեն տալիս։ Գնում են մեղքերի թողություն են կատարում։ Ի վերջո տարբեր արարողակարգերի են մասնակցում։ Մարդիկ, որ ծնվում են, մկրտվում են այդ եկեղեցում։ Մարդիկ, որ ուզում են ամուսնանան, իրենց կյանքը փոխեն դեպի լավը, արարողությունը կատարում են տվյալ եկեղեցում։ Մարդիկ, որոնք թաղում են իրականացնում իրենց հարազատին, մերձավորին վերջի հրաժեշտ են ուզում տալ, անում են այդ եկեղեցում։ Այս սա սրբության սրբոցներ է։ Դրա համար որևէ մեկը ոչ Դավիթն է դա ստեղծել, ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է դա ստեղծել, ոչ կաթողիկոսն է դա ստեղծել, ոչ էլ ես ու դու ենք դա ստեղծել։ Դա մեր կրոնն է, որը սահմանադրորեն սահմանված կրոնն է, հայ առաքելական եկեղեցու շինության ներսը, որը որ բոլոր հավատացյալները գտնվել են այնտեղ։ Եվ դա ամենակարևորը, ես էլ եմ, չէ, երիտասարդը, ի վերջո երիտասարդությունը այդ օրը ծաղկազարդի տոնի օրը գնում են ինչ-որ ատրիբուտներ են անում, հա, նշխար են ստանում, օրհնություն են ստանում, հատկապես երեխաները, որոնք պետք է կյանք մտնեն։ Այսինքն սա կյանքի իմաստով, բովանդակ իմաստով զատկից առաջ տոնվող տոն է, որին որ մենք ամենայն սրբությամբ ենք նախապատրաստում եւ գնում եւ ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում։ Այդ իմաստով անդրադառնամ Դավիթին ու եղբորը, ճիշտ ասած չեմ տեսել, չեմ կարողանում տարբերակել իրանց, բայց երկուսի ձեռքին ոնց որ թե աղոթագրքեր կային։ Այսպես սա ողջամտորեն մեկ այլ բանի մասին է վկայում։ Աղոթագիր կրող անձը առաջին հերթին
Ինչքան էլ ուզում եմ մեղավորության կանխավարկածով նայենք խնդրին կամ հարցին կամ նրա վարքագծին, այս դեպքում մենք գործ ունենք առնվազն մարդու հետ, ով գոնե այդ պահին աղոթում էր։ Մի բան է, եթե այդուհանդերձ գնանք սցենար պլան B-ով, դուք ակնկալիքներ ունեք իհարկե դատավորի ողջամտության մասին, բայց եթե առայժմ միջև որոշման հրապարակման պահը։ Եթե այդուհանդերձ չմերժվի միջնորդությունը երեխային կալանքի տանելու, դուք կարգում եք հատուկ ուսումնասիրության արժանիքային հանգամանքը, որ քննչական կոմիտեն չի կանչել հարցակցության միջադեպը հրահրած կամ առաջինը հարվածը սկսած վարչապետի Թիկտազորի անդամի նա չի հարցակնվել, մեզ հայտնի չեն այդպիսի տեղեկություններ առնվազն եւ կարգավիճակ չունի, կրկնում ենք, վարչապետը, որ այս դեպքում տուժող է համարում եւ որի պատվախնդրության հարցն է բարձրացել ամբողջ իրավապահ համակարգը։ Արդյոք սա ուշադրության արժանի հանգամանքներ չեն, պլյուս այն դրվագները, որ իշխանության ներկայացուցիչները բարձր մակարդակով թիրախավորում են այս ընտանիքին եւ հատուկ արտահայտություններով նաեւ վիրավորում են։ Ես դրան այսպես անդրադարձա, բայց ավելի այսպես խորությամբ անդրադառնամ, բազում ուրեմն մեկնաբանություններ եմ տեսել եւ նաեւ ուղիղ խոսք եմ տեսել ատելության, թշնամանքի մենք ասում ենք, տեսեք, հանրությունը շատ վաղուց հանրության մեջ գեներացում է ատելություն եւ թշնամանք, շատ վաղուց։ Ընդ որում այդ գեներացումը կատարվում է յուրաքանչյուրս տեսնում ենք ում կողմից։ Գոնե իշխանություն կրող անձանց կողմից դա արվում է։ Եվ այս դեպքն էլ բաց թողեցին, որպեսզի թշնամությունն ու ատելությունը գեներացնեն։ Նորից եմ կրկնում, հանրությունը կարող է ունենալ թեր, դեմ եւ կողմ վիճակներ, իրավիճակներ ունենալ, բայց սրա ֆոնի վրա գեներացնել թշնամություն եւ ատելություն ընտանիքի նկատմամբ, կոնկրետ դեպքում եւ ընտանիքի եւ տվյալ պատանիների նկատմամբ, կարծում եմ որևէ կերպ արդարացված չի եւ կարծում եմ որևէ մեկը դրա ոչ բարոյական, ոչ իրավական իրավունքը ուղղակի չունի։ Գիտեք, չհակադարձնեմ, թե այդ տվյալ անձանց չհակադարձնեմ, որ աղանդավորը դուք եք, աղանդավորը այսպես կամ աղանդավորն այնպես, Աստված ամեն բան տեսնում է, Աստված ամեն բան տնօրինում է, Աստված ամեն բան իր տեղը կդնի եւ ամեն մեկին իր տեղում կպահի։ Մենք Աստծո վրա հույս չենք դնում։ Իհարկե, միանշանակ բոլորին, ով ինչ գործողություն կատարել է, պետք է այդ գործողության համար պատասխան տա, առնվազն գոնե ողջամտորեն։ Վարչապետի Թիկնազորի անդամին չկանչել է, որի բռունցքով սկիզբ է առել այդ միջադեպը։ Ես գտնում եմ, որպես իրավաբան գտնում եմ, որ պետք է եւ պարտավոր է քննչական մարմինը քննության առարկա դարձնել, առաջնային քննության առարկա դարձնել այդ հարցը, ու եթե չի դարձվել կամ չդարձնեն, ապա սա եւս մեկ անգամ արժի ծառայություն մատուցել կլինի նույն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Պիտի միջնորդեն փաստաբանները նրան ներգրավել։ Գիտեք, Սուսի ջան, էական չի, որ կմիջնորդեն, թե չեն միջնորդի։ Դա ասում եմ իրենց սուրբ պարտականությունն է։ Դա ես չեմ ասում։ Մի քանի անգամ առնվազն գոնե վարչապետը մարդը խփել է, խփելու պատասխան է ստացել։ Ինչի՞ պիտի չներգրավել։ Ինչի՞ պիտի նրան կարգավիճակ չտային, թեկուզ վկայի։ Ինչի՞ պիտի նա Գիտեք, շատ ճիշտ եք ասում։ Սա զուտ քրեական վարույթի քննման տեսանկյունից, այսինքն աշխատանքային կարգով պետք է քննարկեն, ոչ միայն դատավարական իմաստով պարտավոր են անելու, աշխատանքային կարգով պետք է քննարկեն որպես վարկած, թե եթե Դավիթը այնուամենայնիվ ձեռքը մեկնել է ինչ-որ մի գործողություն կատարելու։ Արդյոք դա պատասխան չեղել են հարվածի, որ իրեն տրվել է։ Արդյոք չի եղել են իրավիճակ, որ այստեղ խաղացել են պատանու զգացմունքների վրա։ Մենք այս հարցերի պատասխանը գոնե այս պահին չունենք, հանրությունը չի քննարկում։ Այդ դրա համար եմ ասում, այն որ մեկնաբանություններ անում կամ ես այսօր տեսա հայկական ժամանակը, թե ինչեր է գրել։ Ինչ մեկնաբանություններ էին տվել, թշնամական, գեներացնող, ատելություն գեներացնող խոսքեր ուղղակի հնչեցում։ Սա ուզում են ասեն, թե հասարակությունը չի ընդունում Դավիթի արարքը։ Քավլիցի կարող է չընդունել, մեկը կարող է շատ լավ ընդունել, մեկը կարող է դրա համար
նույնիսկ ասել մահապատժի ենթարկեք, բայց սա չի հանրությանը կարգավորող իրավիճակը, սա չի, որ օրենքով է նախատեսում։ Օրենքով վիճակներ կա, որոնք նախատեսված է եւ հանրությունը պետք է դրա պատասխանը կարողանա ստանալ միայն օրինական իրավական ընթացակարգերի շրջանակներում։ Եթե մենք այս ամեն ինչը չենք կարողանում ապահովել, իշխանություն կրողները դրա համար են նստած։ Իրականում իշխանությունը չպիտի լռությամբ սպասել իրավական գործընթացի շարունակության։ Իհարկե։ Լրագրողը միջադեպից անմիջապես հետո հարց է ուղղում վարչապետին։ Հենց նոր ձեր մասնակցության միջադեպ եղավ եւ տղաներին բերման են ենթարկել։ Դուք եք բողոքել, թե ինչ որ շարունակություն է տալիս արծի, ասում է իրավաբան համակարգ իր ֆունկցիան է կատարել ընդհանրապես։ Շատ լավ, եթե իրավապահ համակարգի ֆունկցիան է կատարել, ուրեմն իրավապահ համակարգը ֆունկցիա ունի եւ պարտավոր է, դա իր պարտավորությունների դաշտում է, որպես կրում է ապացուցման պարտականություն եւ ամբողջությամբ բազմակողմանի օբյեկտիվ լրիվ քննելու գործի քննություն կատարելու։ Պետք է պարզել ով է հարվածել Դավիթին, ինչի համար է հարվածել Դավիթին, ինչ արժարիթով եւ ինչու է դրա պատասխանը ստացել։ Սա էլ որպես աշխատանքային վարկած։ Եվ եթե չեն հարցակնվել, ինչու չեն հարցակնվել, եթե համարենք, որ սա միջդատական վարույթի սկզբնական փուլն է, ուրեմն հույս ունենանք, որ նախաքննության ավարտին գոնե այս հարցերի պատասխանը կունենանք։ Եթե մենք հույսներս դնում ենք իրավապահ մարմինների պատշաճության վրա, ուրեմն պատշաճությունը պետք է լինի հավուր պատշաճի։ Ուրեմն պետք է օբյեկտիվությունը ճիշտ պահվի եւ ոչ թե արջի ծառայություն մատուցվի քաղաքական գործին այն հաշվարկով, որ տեսեք մենք քո նկատմամբ կամ քո կողք կանգնած անձի նկատմամբ բռնություն կիրառելու ցանկություն ունեցող անձին կարող ենք գլուխը կախ հայացքով բերման ենթարկել, ձերբակալել, ներկայացնել դատարան կալանքի եւ այլն։ Սա արջի ծառայության մատուցում է։ Եթե մի քիչ խորը մտածեն, կներեք, եթե մի քիչ մարդկայնորեն խորը մտածեն, ապա բոլորը շատ լավ կհասկանան։ Սա իշխանություններին ոչ ձեռնտու իրավիճակ է։ Համենայն դեպս այս ժամանակահատվածում։ Ռեյտինգի մասը։ Այո, ռեյտինգի մասով եմ ասում։ Միգուցե իշխանությունն ուզում է, որ իրենց վախենան, որովհետև նա ամեն կիրակի այսպեսի տխուր իրավիճակներն է հանդիպում։ Եթե ձեզ հայտնի է դարձել, որ նույն օրը տարօրինակ զուգադիպության մեկ այլ 18-ամյա տղա Էրեբունիում թույլտվեք ասել թքել է վարչապետի մեքենայի պոմպեժի վրա եւ նա ձերբակալվել է դրա համար։ Հա, բայց մենք գիտենք մեր գոնե պրակտիկայում հայտնեն մարդիկ, որոնք գործնականում մենք ականատես ենք եղել եւ գիտենք, որ պետական իշխանություն զբաղեցնող անձը օրինակ փողոցում թքել է անձի մեկ այլ անձի վրա։ Բան Ալեքսին նա թքելու մեջ անցակազմ չկա, երեխայի թքելու մեջ մեծ անցակազմ։ Դե ուրեմն կարող է երեխայի էմոցիոնալ պորտկոմ, այս բարագայում այդ։ Այսինքն երեխային 18-ամյա պատանը էմոցիոնալ պորտկում չի, ասենք հասուն մարդուն էմոցիոնալ պորտկում է։ Դե ուրեմն մենք համարենք, որ մինչև 18 տարեկան երեխաների մոտ 18 տարեկան իմ համար երեխա է, 18 տարեկան երեխաների թուքը ուրեմն թունավոր է, կոբրայի թույն է, բարոյական։